Նուրյան, ինչ մեր եթերը սկսելու ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր YouTube-յան ալիքներում թողնում են ահագին մեզ համար կոմենտներ։ Ռուբեն, ты меня слышишь? Այո, լսում եմ։ Լսում եմ, հա։ Շատ լավ։ Ուրեմն ասեմ, որ մենք շատ կարևոր եթեր ենք միշտ կազմակերպում Ռուբենի հետ եւ այսօրվա եթերը ճիշտ ասած նաեւ ես գտնում եմ կարևոր է։ Փորձենք այսօր խոսանք այն թեմաների մասին, որը շատ կարևոր է հայաստանցիների համար, բոլոր նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանում եւ ես հույսով եմ, որ մեր հետևորդներն մոտ կլինեն ակտիվ կոմենտներ կթողեն, բայց սկզբից հարցնեք Ռուբեն ոնց եք դուք, ոնց է ձեր տրամադրությունը եւ ընդհանրապես ոնց եք դուք զգում այն իրավիճակը, որը հիմա կա Հայաստանում, խնդրեմ։ Շատ շնորհակալ եմ պարոն Բաղդասարյան, այս հրավերի համար, ողջունում եմ ձեր լսարանին։ Իրավիճակը իրոք որ այսպես ասենք հեշտ չէ, բայց այնպես չէ, որ անհույս է, դա էլ հաստատապես այդպես չէ։ Սա մի իրավիճակ է, որը բնորոշ է խառնակ ժամանակներին, որում մենք ապրում ենք, ընդ որում առաջին տարին չէ, որ ապրում ենք։ Դե մեզ էլ դա է տրված, պետք է պատվով դուրս գանք իրավիճակից, դուրս գանք ուժեղացած, դուրս գանք վստահությամբ մեր ապագայի նկատմամբ։ Մեզ ամենայն դեպս այլ տարբերակ ես չեմ տեսնում։ Շատ լավ, հարգելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մեր եթերները կարաք նաև նայեք վիդեո խոսենք YouTube-յան ալիքներով եւ նորից եմ հիշեցնում, որ մենք մեր եթերներում քննադատում ենք մենակ հանցագործներին, մենակ այն մարդկանց, ովքեր մարդկանց սպանել են կամ ինչ-որ թմրանյութ են վաճառել, սա շատ կարևոր է, քանի որ ասեմ, որ վերջին եթերները շատ մարդիկ նայեցին եւ ցավոք սրտի ամեն անգամ թշնամիները տենում են, որ ահագին պրասմոտրներ է հավաքել եթերը, նույն Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները ցավոք սրտի իրանց տելեգրամյան ալիքներում գրում են, որ Իփարոմանը սա Ղարաբաղցիներն է քննադատել, իսկ ամեն եթերում հազար անգամ ես ասում եմ, որ հասարակ եւ լավ Ղարաբաղցիների հանդեպ մեզ խոսք չունեք եւ ես դիմում եմ հասարակ Ղարաբաղցիներին միշտ ուշադիր նայեք ոնց են ձեր չինովնիկները եւ գեներալները, ձեր հանցագործները բոլորին խառնում մի հատ անվան տակ, դա չի անցնելու, բայց սկսեք կակրազ այդ թեմայից, պարոն Մեհրաբյան, վերջերս մենք գիտենք, որ Ռուսաստանը եւ ընդհանրապես Ռուսաստանի ՖՍԲ-ն օգտագործում է ղարաբաղցիների հարցերը, ղարաբաղցիների ցավը եւ իրանց խնդիրները Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչքանով է սա վտանգավոր Հայաստանի համար եւ ճիշտ եմ ես հասկանում, որ հասարակ ղարաբաղցիները մինչ հիմա տենց էլ չհասկացան, որ իրանց օգտագործում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Խնդրեմ։ Այո, դա անժխտելի է, որ ցավոք սրտի Արցախից փախստականները մեր հայրենակիցները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, ապաստան են գտել, ունեն բազում չլուծված խնդիրներ եւ իրենց այդ չլուծված խնդիրները ներսում մի խմբավորում փորձում է վերածել մի գործիքի, որը ուղղված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ինչ ձևով։ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի մի տեքստ, որը պետք է ստորագրվի։ Ադրբեջանը համառում է եւ համառում է այդ համաձայնագիրը ստորագրելուց Ռուսաստանի հետ համատեղ, դաշնակցելով Ռուսաստանի հետ։ Ինչի համար, որովհետեւ Ռուսաստանը միակ երկիրն է, ում ձեռնտու չէ խաղաղություն։ Խաղաղություն ոչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ոչ էլ խաղաղություն Ուկրաինայի։ Ռուսաստանին պետք է միայն պատերազմ,
Ռուսաստանին պետք է մշտապես արյուն եւ զոհեր, որովհետեւ դա է Ռուսաստանի ներկայիս ձևով գոյության միակ գրավական։ Ռուսաստանն այլ բան չունի աշխարհին առաջարկելու, այլ բան չունի իր հարևաններին առաջարկելու եւ այլ բան չունի իր ժողովրդին առաջարկելու։ Եվ մենք ինչ ենք տեսնում։ Այո, Ռուսաստանը տեսնելով, որ այդ համաձայնագիրը կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ջանք չի խնայում, որպեսզի այդ պայմանագրի ստորագրումը խափանի։ Ինչ ձևով։ Առաջինը Հայաստանի ներսում անկայունություն մտցնելու։ Ինչ է անում դրա համար։ Սպառնում է նախ եւ առաջ։ Ինչ ձևով սպառնում է Սիմոնյան Մարգոյով, Կարապետյան Սամվելով, իր տաշիրով միասին, հա, Գալուզինով, նաև Հայաստանի ներսում ակտիվացրել է իր պրոքսիներին, հանձինս նախկին կրիմինալ դիկտատուրայի պարագլուխների շուրջ հավաքված այդ աղբակույտի եւ նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության եւս մի աղբակույտի, որոնք այո այսօր հենց զբաղված են Ռուսաստանի շահերը սպասարկելով Հայաստանի ներսում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի ժողովրդի հաշվին։ Երկրորդն ինչ է անում, բացի Հայաստանի ներսում անկայունություն մտցնելուց, սա էլ փոխկապակցված գործողություն է, այո Ադրբեջանին դրդում է Հայաստանի շուրջ էսկալացիա սանձազերծել։ Այսօրվա կրակոցը խնածախ գյուղի ուղղությամբ Սյունիքում հենց այս նույն շարքում է։ Այսինքն Անտալիայում տեղի ունեցած միջազգային դիվանագիտական համաժողովի ընթացքում հնչած այդ տարբեր երկար բարակ հայտարարությունները, որոնք այսպես ասենք մեծ ջանք էր թափվում, որ այսպես պոզիտիվ շղարշ հաղորդել դրանց, բայց այնուամենայնիվ այդ համաժողովն էլ ավարտվեց, համաժողովի հաջորդ օրը մենք ստացանք կրակոց։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դրա վերաբերյալ հանդես եկավ համապատասխան հաղորդագրությամբ եւ ի պատասխան դրա Ադրբեջանը մի այլանդակ ցինիկ մի հայտարարություն տարածեց, իբր հայկական կողմի նշված անունով բնակավայր գոյություն չունի, հասկանում եք։ Եվ այս ամենն այո վկայում է մի բանի մասին։ Ռուսաստանն ու Ադրբեջանը առանձին վերցրած նաև կոորդինացված ձևով ամեն ինչ անում է Հայաստանի ներսում մթնոլորտը թունավորելու, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ մթնոլորտը թունավորելու ուղղությամբ։ Եվ սա փաստ է, որովհետև այնտեղ իշխանությունը չեկիստի ձեռքում է, մյուս տեղը չեկիստի լակոտի ձեռքում։ Եվ նրանք այո համախոհ են իրար հետ։ Եվ ահա պատկերն ամբողջանում է, ստանում ենք այն ինչ ստանում ենք։ Նրանք էլ չեկիստին եւ չեկիստի լակոտին դաշնակցում են Հայաստանի ներսում գործող տարբեր ռուսական ազդեցությունն առաջ տանող խմբավորումներ, որոնց դեմը իշխանությունը ցավոք սրտի չի առնում։ Համապատասխան օրենք նույնիսկ չկա, որով այդ օրենքով պետությունը կատարի իր պարտականությունները, հասարակության ազատությունները եւ իրավունքները, ժողովրդավարությունը, անվտանգությունը ապահովելու համար տարբեր, այսպես կազմակերպված եւ ոչ այնքան կազմակերպված լացիրակներից։ Ահա թե ինչ է տեղի ունենում։ Ռոման լսում եմ ուշադիր, ուղղակի դուք խոսում եք դրա համար ես չեմ կանգառում։ համեցեք։ Հա, ուրեմն
համաձայն եմ ձեր ասածների հետ եւ ուզում եմ ընդգծել բոլորիս համար, որպեսզի նորից ու նորից մարդիկ լսեն, որ շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան, որ բոլոր մեր քննադատությունը եթերներում, նաեւ Ռուբենի կողմից, բոլորիս կողմից վերաբերում է կոնկրետ այն մարդկանց, ովքեր հանցագործություն են արել, անմարդկային մարդկանց, այն մարդկանց, ովքեր տատանքներ են, վատ մարդիկ են, լավ մարդկանց հանդեպ մենակ լավ խոսքեր կարան լինի մեր կողմից եւ ինձ թվում է 7-րդ տարի բոլորովին ինչքան ենք մենք օգնում լավ ղարաբաղցիներին եւ օգնելու ենք եւ փաստա որ մեր հետևորդների մասը ղարաբաղցիներն են, ովքեր շատ լավ մեզ հետ շփվում են, այն ղարաբաղցիները, ովքեր մաքուր են, հայտնեմ ձեզ ասեմ Ռուբեն ջան, այն ղարաբաղցիները, ովքեր տականք չեն ու մաքուր են, իրանց վրա չեն վերցնում ոչ մի քննադատություն։ Մեր քննադատությունը վատ են վերցնում իրանց վրա այն ղարաբաղցիները, ովքեր իսկապես կամ զենք են գողացել կամ օգնել են Ռուսաստանին եւ ահագին ինչ-որ հանցագործություններ են արել։ Ռուբեն ջան, ես ուզում եմ ձեզնից հարցնեմ կոնկրետ գիտեք ինչի մասին։ Դուք հիշում եք, որ սեպտեմբերին, երբ 2023 թվականին 100,000 ղարաբաղցից ավել եկել են Հայաստան, 4200 ղարաբաղցի մոտավորապես ավել են գրվել, այսինքն 4200 ղարաբաղցի, ովքեր 20-15 տարի չեն ապրում Ղարաբաղում, ստել են Հարվել են այդ մարդկանց հետ եւ գրել են, որ իրանք էլ օգնություն ստանան եւ ինչ հիմա ստանում են այդ օգնությունը։ Ես կուզենայի շատ հստակ ձեզնից հարցնեմ, ինչ եք դուք մտածում կոնկրետ այդ մասային մասին, այն ղարաբաղցիների մասին, քանի որ դուք նոր ասեցիք, որ ահագին խնդիրներ կա, որը լուծված չի, բայց ուզում եմ ձեզ հիշեցնեմ, Ռուբեն ջան, որ առաջի գումարը 100,000 դրամն է եղել, որ այդ 4200 հոգի ստացել են եւ հետո ամեն ամիս 50,000 դրամ եւ տարբեր օգնություններ։ Ինչ կասեք դուք կոնկրետ այդ մասային մասին, ովքեր 15-20 տարի չեն ապրել Ղարաբաղում, բայց ստում են պետությանը եւ թալանում են ամեն ամիս այդ գումարները ստանալով։ Խնդրեմ։ Ինչ ասեմ, այդ իմ մոտ հարց առաջանում, դուք որ այդ տեղեկությունն ունեք, իսկ պետությունը ոնց է, որ այդ տեղեկությունը չունի եւ ինչու է մարդկանց, ովքեր չեն մտնում այդ օգնությանը ենթակա կոնտինգենտի մեջ, ինչու են այդ օգնությունը ստանում։ Ինչ ասեմ այդտեղ։ Պետությունը շատ հստակ, կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ շատ հստակ ասել է, որ մոտավորապես 4500 հոգի չի բռնում ցուցակի հետ, այսինքն 4500 հոգի մոտավորապես ավելի շատ են ստանում գումարներ եւ գրված են ցուցակում, քան թե անցել են այդ կետը եւ դեռ գրվել։ Այնպես որ ես պետությունը շատ լավ, այդ դեպքում լավ այդ արձանագրումից հետո ինչ հետևությունա գործնականում արվում։ Սա էլ է հարց, չէ՞ լավ արձանագրեցիք, թիվն էլ որոշեցիք, որ այսքան է։ Այդ թիվը ունի շատ կոնկրետ անուն ազգանուններ։ Ինչ այդ մարդկանց հանեք այդ ցուցակի։ Ինչի՞ անհնարին է դա, անհնարին է դա։ Ես խոսացել եմ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ, հարցրել են ինչի՞ չեք անում ցուցակից։ Այսօր կառավարությունը չի իմանում, ովքեր են կոնկրետ այդ ղարաբաղցիները, ովքեր ստում են։ Այսինքն ղարաբաղցիները եկել են 3 հոգի ընտանիքով, բայց իրանց 4-րդ բարեկամը շուտվանից ապրում է Հայաստանում եւ իրանք գրել են այդ բարեկամը իրանց ցուցակի մեջ, օրինակ։ Շատ լավ, այդ դեպքում դրեք հաշվառում արեք, հասկանանք ով է։ Պետությունն ունի բազմաթիվ ստուգող օղակներ։ Այդ ոնց իմացաք, որ թիվն այդքան է, բայց չգիտեք ով է։ Ուրեմն ինչ-որ մի բան ձեր ստուգող օղակները լավ չեն աշխատում։ Ի վերջո էլ եմ ասում, այս արձանագրումը կարևորվում է միայն նրանով, որ հետո դրանից հետևում են շատ կոնկրետ գործողություններ։ Մենք բազմիցս ենք հանդիպել նման պրակտիկայի, երբ արվում են արձանագրումներ, բայց այդ արձանագրումներից ոչինչ չի հետևում։ Ասվում է 5-րդ շարասյունը վախտում է։ Ասում են կրիմինալը վախտում է, հա։ Ասում են դատական ռեֆորմը լավ չենք իրականացնում, մարդիկ շարունակում են անել ամեն ինչը այնպես, ինչպես անում էին ու դրան էլի ոչինչ չի հետևում։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։
Ինչի մասին է խոսքը։ Այդ ամենը կամ էլ ասում են բանը, այն մեր մոտ կադրերի դեֆիցիտ է։ Հասկացանք կադրերի դեֆիցիտ է։ Դուք կադրերի դարբնոց քանի հատ եք ստեղծել։ Այսօր մեր հարկերի հաշվին աշխատում է ինչ-որ մի հիմնարկ, որը կոչվում է Կառավարման ակադեմիա։ Պետական հիմնարկ։ Այդ Կառավարման ակադեմիան ձեր համար եթե կադրեր չի նախապատրաստում, ինչա մեր փողերն ուտում։ Կարող եք ինձ բացատրել։ Ու ինչի հեղափոխությունից 7 տարի անց դուք խոսում եք կադրերի դեֆիցիտից։ Ինչի չեն գալիս այստեղ տրեյնինգ անցկացնող, հա, կամ դասավանդող, ասենք պայմանական 500 եվրոպացի, որ պատրաստ են կադրեր։ Ինչու այստեղից հեսա հունիս ամսին նոր այս տարվա բուհերի շրջանավարտներն են։ Նայեք ով է լավ սովորողը, տղաներ, աղջիկներ, ընտրություն կատարեք 500 հոգու, փող վճարեք, ուղարկեք Եվրոպա սովորելու եւ պայմանագիր կնքելով հետները 5 տալով, որպեսզի նրանք այդ իրենց ուսուցումն ավարտեն, չգիտեմ, 3 ամսով, 6 ամսով, 1 տարով, 2 տարով եւ գան պետական պաշտոններ զբաղեցնեն եւ սկսեն իրենց կարիերային աճը։ Արել եք, չեք արել, բա հիմա ինչ կասում։ Ասում եք սանտեխնիկները փինաչի են, լավ, փինաչի են։ Մի հատ սանտեխնիկների դպրոց բացեք, ասենք թե գերմանացիների օժանդակությամբ, հա։ Ասեք, այստեղ կարող եք ոչ փինաչի սանտեխնիկ դառնալ, մեր երկրին պետք են ոչ փինաչի սանտեխնիկներ, ասենք ուսուցման ժամկետն է 8 ամիս, օրինակ, եկեք դարձեք սանտեխնիկ, եկեք տնտեսության մեջ աշխատեք, փող աշխատեք, հարստացեք, հարկ վճարեք, մեզ էլ լավ լինի, ձեզ էլ, բոլորին էլ։ Ինչի մասին է խոսքը, հասկացանք, ինչքան կարող ենք մենք, այդ ես ու դու կարող ենք արձանագրել, որ սա չկա, սա է ավել, սա է պակաս, որովհետև իմ եւ քո ձեռքում կնիք չկա, մանդատ մենք չունենք, ժողովրդի մեծ մասը մեզ ձայն չի տվել, մեզ չի օժտել այդ լիազորություններով այդ հարցերը լուծելու, օժտել է այդ մարդկանց։ Հիմա այդ մարդիկ արձանագրելը, այդ լավ է, որ արձանագրում են, դա դիագնոզն է, հա։ Դե հիմա էլ բուժումը նշանակի։ Ինչ անել այդ դիագնոզի հետ։ Ոնց որ դուք գնաք բժշկի, ես ասեմ հերո քեզանից, ասեմ Ռոմա դու հիվանդ ես։ Հետո Ռոման էլ գիտի, որ ասենք թե այդ պահին ինքը հիվանդ է։ Եկել է ինձ մոտ, որ ես ասեմ, որ ինքը հիվանդ է, թե ասեմ ինչ անի այդ հիվանդության հետ։ Այդ քո հարևանն էլ կարող է քեզ ասի դու հիվանդ ես, թե հիվանդ չես, ասի գույնդ գցել ես աշկիս, հիվանդ ես։ Ու վсё։ Որտեղ հարևանդ բժիշկ չի, չէ՞։ Դե եկեք մի քիչ ավելի բան անենք, հետևողական լինենք։ Հիմա նույնն էս թվերին, ասում եք, այսքան մարդիկ ավելորդ են ստանում։ Այ, ուզում ես ես ինչ ասեմ, ասեմ ամոթ իրանց։ Հա, ամոթ իրանց։ Ուրիշ ի՞նչ է փոխվում դրան։ Գնացեք ստուգեք, տեսեք ով է ավելորդ, ով չի տեղավորվում այդ կոնտինգենտի պարամետրերի մեջ եւ ով է իր չհասանելիք գումարը ստանում հարկատուների հաշվին, որը իրեն չի հասնում, հա։ Եվ հենց հաջորդ ամսմանից ասեք հաջողություն։ Եթե տենում եք շատ ավելի լկտի, տենց ինչ-որ մասշտաբների է հասնում, ինչ ժամանակ էլ հենց դատախազությունն էլ նրա համար է, որ պետության շահերը պաշտպանի եւ պետության անունից կարող է հայց ներկայացնել պատճառած վնասը, պետությանը պատճառած վնասը վերականգնելու։ Սրա համար ձևեր կան։ Այդ պետության մեխանիզմների գլխին կանգնած է պետություն, կանգնած է իշխանություն, իրենց կնիքներով, ինստիտուտներով, լիազորություններով, օրենքով, ամեն ինչով։ Գնացեք արեք, ոստիկանությունով, չգիտեմ, քննչական ապարատով, հատուկ ծառայություններով, ես ու դու դա չունենք, ես ու դու կարող ենք արձանագրել, վերջակետ դնել, մի հատ էլ լավ, ցավակցել, ավել չ։ Սրա
Շատ լավ, ահագին կոմենտներ են գրում մեր հետևորդները, բոլորիդ շնորհակալ եմ բարի խոսքերի համար, արգելի բարեկամներ, եղբայրներ եւ քույրեր, նաեւ դրանց, ովքեր նայել են մեծ YouTube-յան ալիքներով, շատ եմ բոլորիդ սիրում, հարգում եւ ուշադիր կարդում եք ձեր կոմենտները նաեւ YouTube-ում։ Գիտեք ինչ, ես միշտ, համարյա միշտ բոլոր հարցերում համաձայն եմ Ռուբեն Մեհրաբյանի հետ, քանի որ ինքը միշտ անկեղծ է եւ միշտ ազնիվ։ Եկեք անցնենք հաջորդ հարցին, քանի որ Ռուբենը ասեց կրիմինալի մասին, պարոն Մեհրաբյան, փաստորեն նույն Գյումրիում մենք տենում ենք, որ կրիմինալը ահագին ոչ ազնիվ մարդկանց հետ ստել են, ստում են եւ ոնց ասեց Շիրակի մասպետը, ոնց կարա դա լինի, որ այն մարդիկ, ովքեր 2000 ձայն են հավաքել կամ 3000 ձայն, ոնց կարան իրանք որոշեն, ով պետք է լինի քաղաքապետ, եթե նույն ԿՊ-ն հավաքել է 17200 ձայն, հա, օրինակ։ Ինչ եք դուք մտածում դրա մասին, որ առանձին քաղաքներում, նաև Գյումրիում մեզ ունեք, այսպես ասած, կրիմինալ, հա, խմբեր, ես ուզում եմ հիշեցնեմ Ռուբենին, որ նույն Մասիսի քաղաքապետը այդ մտածողությամբ ապրում է, այդ նույն ֆիլոսոֆիան, Աբովյանի քաղաքապետը նույն ձևի, то есть ինքը կրիմինալն է աշխարհում եւ օրենքներով է ապրում։ Ինչ եք դուք մտածում вообще դրա մասին, խնդրեմ եք։ Ռոմա մտածելու մասին քրեական օրենսգրքում հոդված չկա։ Մտածել կարող ես ինչ ուզես։ Դու կարող ես մտածել, որ աշխարհը քառակուսի է, մի անկյունն էլ քոնն է։ Դրա համար դատ չի հասնում։ Դատ հասնում է եւ համարվում է ինչ որ մի կրիմինալ, երբ որ նա գործում է ինչ որ մի հանցանք, որը տեղավորվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հա, այդ սահմաններում, այդ հանցակազմն կա, որը տեղավորվում է դրա մեջ եւ դրա հետ կապված լինում է դատարանի որոշում։ Այդ դեպքում դա կոչվում է կրիմինալ։ Ինչ վերաբերվում է այն մեղադրանքներին, որոնք հնչեցրեց օրինակ վարչապետը, որ կրիմինալ են մեկ մյուս, այդ ժամանակ հարց է առաջանում։ Այո, ես ու դու գիտենք, որ տես դու էլ նրանց կոչում ես կրիմինալ, այո, վարչապետն էլ կոչում էր ընտրակեղծարար, ընտրագող, ապօրինի գույքի հետևից քաղաքականություն եկած։ Հա ճիշտ ասում, բայց այդ ճիշտը ես ու դու կարող ենք ասել եւ դրանով սահմանափակվել։ Երբ վարչապետն է ասում եւ փաստորեն դրանից որևէ բան չի հետևում, սա տարակուսանք է առաջացնում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է մեր իրավապահ ոլորտը բարեփոխված չէ, բարեփոխումը տապալված է կամ արված է կիսա։ Որովհետև երբ որ X անձը կրիմինալ է եւ նա գտնվում է ազատության մեջ, դա էլ հերիք չէ, նա դառնում է քաղաքական process-ի մաս, ընտրական process-ի մաս, սա արդեն լրջագույն պրոբլեմ։ Դա նշանակում է պետությունում կա լրջագույն սպառնալիք, դա նշանակում է մենք նստած ենք ռումբի վրա, որովհետև պետության մեջ կա անպատժելիություն, պետությունը չի օգտվում ուժի գործադրման իր մոնոպոլիայից։ Պետությունը որն է պետության գլխավոր հատկանիշը, դա ուժի բռնություն գործադրելու օրինական ուժ գործադրելու մոնոպոլիան է, դա միայն սահմանափակվում է օրենքով, իրավունքով։ Այս ամենը շատ պարզ պետք է լինի։ Մեր մոտ այդ ամենը չի աշխատում։ Դրա համար էլ մեզ մոտ, ասենք, վխտում են տարբեր կարգի լացիրակներ։ Եվ այդ ամենը ամենակարևորն ինչ, այդ ամենը ամրապնդվում է աննորմալ ռուսական ներկայությամբ Հայաստանում։ Գազպրոմից սկսած վերջացած բազաներով, սահմանապահներով, Ռոսսատրուդնիչեստվոներով, ռուսկի դոմերով եւ այլն եւ այդպես շարունակ։ Մի հատ երիտասարդական մետրոյից ոտքով իջեք մինչև Զորավար Անդրանիկ մետրոյի կայարան։
Չէ, դու էլ բազմաթիվ անգամ ոտքով իջած կլինես զբոսնելու համար։ Ինչ ես հանդիպում ճանապարհին։ Մոսկվայի պուրակ, Մոսկովյան փողոց, չգիտեմ, հայ-ռուսական բարեկամության արձան, կինո Մոսկվա, եւ այլն Ռուսաստանի հրապարակ, կենտրոնական դպրոցներն են Պուշկին, Չեխով, լավ, սա Հայաստանի մայրաքաղաքն է, թե չգիտեմ, Ռուսաստանի Պոչը, կամ Պադվալը, կամ Չուլանը, հա։ Բայց այս ամենը, այս ներկայությունը, ասես փոքր ինֆեկցիայի օջախներ են, վաղը մյուս օրը դրանք վերածվելու են արյան վարակման, հասկանու՞մ եք։ Այսօր իշխանությունը դա պրոբլեմ չի համարում, որովհետև կա իլյուզիա, որ մի երկիր, որտեղ իշխում է կազմակերպված քրեական խմբավորումը, այդ երկիրը այո վատն է, բայց դե այդքան էլ վատը չի, էլի։ Կարելի է դե մի քիչ էլ, ասենք, հետը փող աշխատել, հետը մի քիչ էլ առևտուր անել, բայց չկեղտոտվել։ Ոչ, պարոնայք, այդպես չի։ Այդպես չի, եւ չի կարող լինել։ Դա շատ վտանգավոր պատրանք է, դա խաղեք կրակի հետ։ Դա նույնն է, ոնց որ մատերը մցնեն շտեպսելի մեջ ու հետո մտածեն, թե կարող է եւ հոսանքը իրենց չխփի։ Հա? Չի կարելի։ Այն ռուսական հեքիաթ կա, չէ՞, հիշում ես։ Не пей Իվանուշկա կազլյոնկом станешь։ Այդտեղից խմել չի կարելի, ո՞վ բացատրել։ Թույնը, հասկանում եք։ Թույն։ Մարդիկ համարում են, որ դա տես չի։ Դե մի բան կանեն, դե կպայմանավորվեն, դե լավ մի հատ էլ մայիսի 9-ին գործ ունենք, չկա գործ ունդ։ Գողացած ունիտազներով բարձած էշերի պարադին մենք անելիք չունենք, հասկանում։ Են չթաղած մեռելի կողքը, որտեղ նաև պետք է քայլի ադրբեջանական մի վաշտ կամ դասակ, չգիտեմ։ Եվ այլն։ Մենք տեսնում ենք այդ մարդիկ այն ամենաբարձր մակարդակով, ասենք, նախագահի մամլոխոսնակ, սիրում բաներ, այո, մենք, էսկո, մենքում, բայց դրանք դիվանագիտական կանոններով կազմված հայտարարություններ են։ Իսկ դիվանագետները խոսում են ոչ թե դրա համար, որ միտք արտահայտեն, այլ որպեսզի թաքցնեն իրենց մտքերը։ Մանավանդ այդպիսի երեսպաշտ երկրում, ինչպիսին Ռուսաստան։ Իսկ իրական միտքը արտահայտում է, օրինակ, շատ ազնիվ ձևով Սիմոնյան Մարգոն։ Եվ նույնիսկ դիվանագետ Գալուզինը։ Այո, դա սպառնալիք է։ Դա սպառնալիք է։ Նրանք մեզ այո սպառնում են։ Ու ինչ են ասում, ասում են հանգարց չհամարձակվեք մեզ իջացնել ձեր գլխի վրայից։ Մենք պետք է նստենք ձեր գլխի վրա միշտ։ Եվ դուք պետք է ծնկաչոք դա տանեք եւ ձեն չհանեք։ Մոռացեք այլ տարբերակ։ Սա է ամբողջ խաղը։ Եվ ինչ են անում։ Անում են հետևյալը, որ մենք Գյումրիում տեսանք այսպես թեստային տարբերակով այն բարդակը, որը սարքելու են ամբողջ Հայաստանում 26 թվականի հունիսին։ Եթե այս ամենը իներցիայով շարունակվի։ Այո, նրանք սարքելու են Հայաստանում ռուսական բարդակ։ Ինչի համար, որովհետև ոչ թե իրենք վատն են, չէ, որովհետև իրենց շահերը, իրենց պատկերացրած շահերը այնպիսին են, որ Հայաստանը լինի ոչ գործունակ երկիր, որը
այսպես հասած ծիրանի նման կընկնի իրանց զամբիով։ Իրենք դա են ուզում։ Հետևաբար հարց է առաջանում, իսկ ինչ ենք ուզում մենք։ Մենք ուզում ենք դրա հակառակը, ուղիղ տրամագծորեն հակառակը։ Իսկ դա նշանակում է, որ մեր ուզածը եւ նրանց ուզածը անհամատեղելի է, հասկանում եք։ Կամ նրանց ուզածն է լինելու, կամ մերը հնարավորություն չկա, որ լինի համ նրանց ուզածը, համ մերը։ Չի լինում նման բան, հասկանում։ Չի լինում։ Չի կարող մի բանը լինել համ չոր, համ թաց միաժամանակ, կամ չորը, կամ թաց։ Հասկանում։ Հետևաբար մեր պետության մեջ այո պետք են եվրոպական փորձի կիրառման համապատասխան օրենքներ, որոնք կպաշտպանեն մեր ազգային անվտանգությունը, ներսից կպաշտպանեն ժողովրդավարությունը, ներսից եւ կստահմանափակեն քաղաքական իրավունքները այն կազմակերպությունների եւ այն անձանց, ովքեր 20 տարի քաղաքական ֆասադ են ծառայել կրիմինալ դիկտատուրայի, որը 20 տարի իշխել է Հայաստանին եւ Հայաստանը քամել է, որի արդյունքում էլ այո մենք ստացանք 2020 թվականի պարտություն։ Եվ հիմա ամեն ինչ անում են, որ մեծ տանեն նոր բախման Ադրբեջանին։ Եւ Ադրբեջանին լվան մաքրեն լեգիտիմացնեն այդ հանցագործության ընթացքում։ Ահա թե ինչ կատարում։ Դու խոսում ես տականքից։ Այո, կան տականքներ, բայց կան ավարտուն տականքներ, հասկանում ես։ Մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։ Իսկ սա լուրջ խնդրեմ է։ Եթե մենք այդպես էլ դիագնոզը չենք հասկացել, այդ բուժման մեջ մենք միշտ այնպես խարխափելու ենք։ Խարխափելու ենք, զբաղվելու ենք ինքնախաբեությամբ, մեզ մխիթարելու ենք ինչ-ինչ իլյուզիաներով, թե իրան կներծծվի, ոչ մի բան իրան չի լինում, մանավանդ չի ներծծվում։ Մենք փորձանք ենք սարքելու մեր գլխին, եթե խելք չկա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի բոլոր ռեսուրսները, այս աղբը հավաքելու եւ սովետաշենի աղբանոց բառից լայն իմաստով տեղափոխելու համար։ Եվ դաշտը մաքրելու կեղտից։ Հատ նայեք, այսօր ադրբեջանցիները կրակում են եւ սահմանային իրավիճակի հետ կապված դուրս է գալիս լրագրողներին պարզաբանում տալու Հայաստանի պաշտպանության փոխնախարար։ Դուք տեսեք որոշ պսևդո ժուրնալիստների ուղղակի թշնամական պահվածքը, թշնամական Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հասկանում եք։ Բայց նայեք այդ տարերի պահվածքը այնտեղ։ Ես ուզում եմ հասկանալ ով է դրանց տենց ազատ թոնում ազգային ժողովի տարածք։ Ինչու օրենք չկա, որը պետք է ընդհանրապես սահմանափակի դրանց արածները, գոնե Մոլդովայի մակարդակի։ Մայասանդուն մոտ 30 այ դրանց նման, թափթփուկ ռուսական աղբ լրատվամիջոց է փակել։ Մայասանդու մի 20 հատ էլ նման ռուսական աղբ կուսակցություն։ Եվ էլի վերջը չի երևում, դեռ այդ վտանգը չի նեյտրալիզացված, բայց պատկերացրեք ինչ կլիներ, եթե դա չլիներ։ Որովհետև այսօր Ռուսաստանը Մոլդովայի ուղղությամբ անում են զուգահեռաբար նույն բանը, ինչ որ անում է Հայաստանի։ Նույն բանը։
Եվ այո, Մոլդովայի իշխանություններն էլ անում են մոտավորապես մեր իշխանությունների նման, շատ նման որոշ սխալներ, բայց ինչ որ բաներ էլ այո ճիշտ են անում, հասկանում եք։ Խոսքս այդ բանի մասին։ Մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Ռումինիայում։ Ընդունեցին համապատասխան օրենքներ ու այդ օրենքով սահմանադրական դատարանը, հա, այդ ռուսական կազաչոկներին հանեց ընտրություններից։ Եվ ճիշտ արեց։ Եթե կրիմինալ կա, օրինակ Մարին Լեպենի նման, այո նրանք դուրս են դրվում քաղաքական process-ից եւ դա ժողովրդավարական Ֆրանսիա է։ Բայց մեզ փորձում են ապացուցել, որ դե Հայաստանի ժողովրդավարությունը մի ուրիշ ժողովրդավարություն է եւ ստեղ ասենք այն ռուսական բազայի գլխի դրոշագի, հա, այն տեսակ ջատագովը, հա, ասենք լրիվ ազատ կարող է մասնակցել ընտրություններին, հետո էլ շնորհավորեն հաղթող թիմերին, ասեն դե կարևորը ժողովրդավարությունը հաղթեց։ Ձեռ եք առնում։ Լուրջ եք ասում։ Բացի դրանից իշխանությունն էլ ունի մի այսպես հրապարակային կողմնակիցների մի խումբ, հա, որոնք են Վիսոցկի երգն են երգում, այն ժիրաֆ բալշոյ ему видней։ Ու սկսում են վրա տալ բոլոր նրանց, ովքեր ասում են դե չէ, սա պակաս է, սա պետք է իրանել, սա չի արվում եւ այլ եւ այլ։ Ասում են դուք բան չեք հասկանում։ Մենք ենք հասկանում։ Ունենք բարոյական առավելության դիրքերից, գլուխներդ պատին եք տվել։ Ու սկսում են հետո հայրենասիրության եւ պետական մտածողության դասեր տալ բոլորին։ Բոյներդ կարճ է, խելոք պայեք դες։ Ուզում եք լավություն անեք, թերությունները մատնացույց արեք, գլուխները աշխատացրեք այդ թերությունները չվերացնելու հետևանքների մասին, զգուշացրեք, հա, եւ հետեւողական եղեք, կանգնեք գլխին, գործի, որ այդ թերությունները շտկվեն, դա կլինի ձեր լավությունը։ Ոչ թե տրիբունայի նման նստած երկրպագուի նման մենակ ուռա գոռակ ու համարեք, որ նա ձեզանից խելոքը չկա։ Ամոթ է։ Իմիջիայլոց նշեմ, որ Ռուբեն ջան, երբ տեսնում են, որ օրինակ մենք քննադատում ենք Ռուսաստանը կամ Ղարաբաղյան կլանը, ովքեր աշխատում են ռուսների վրա, պատկերացրու, որ ես պրոստը կիսում եմ քեզ հետ, ես 7-րդ տարին տենում եմ, որ ղարաբաղցիները, չգիտեմ, դաշնակները, մեծ մասը ղարաբաղցիները, իրանց կլանը, փող են տալիս ինչ-որ եվրейский բլոգերին, կազախский բլոգերին, իրանց տելեգրամյան ալիքներում սպեր են տարածում, այսինքն պայքար են տանում այն մարդկանց հետ, ում եթերները կամ գրառումները շատ է տարածում, կոնկրետ ինձ հետ, հա, եւ ամեն ինչ անում են, որ մարդկանց իմ դեմ անեն եւ իրանք մտածում են, որ իմ անունս կարան փչացնեն, ոնց այսօր ես կարդացա, որ ինքնին ասել են իբր որ սա Ղարաբաղցիները Հայաստանի թշնամիներն են, բայց ես միշտ ասում եմ, որ Ղարաբաղյան կլանը եւ հանցագործները։ Այսինքն ուզում եմ ասել, Ռուբեն ջան, եկեք արձանագրենք մեկը միշտ։ Ուղիղ տեքստով եմ ասում, որ որևէ շահարկում չլինի։ Ուրեմն Ղարաբաղցիների մեծ մասը շատ լավ, շատ նորմալ, շատ կարքին մարդիկ են, ու մենք ուրախ ենք, որ իրենք Հայաստանում են այն բոլոր առհավիճներից հետո, ինչը տեղի ունեցավ նրանց հետ։ Նրանք զոհն են այն խումբ ստահակների, որոնք քամեցին թե Հայաստանը, թե Արցախ, եւ վերջում իրենց թողեցին անտուն անտե։ Սա մեկ ընդմիշտ հիշեցնել է պետք։ Այն Զորի Բալայանի կողմից ուղեղները մխտրած այդ կիսագրագետ գեղցիները, հա, խոսքը գյուղացիների մասին չի, այլ գավառամիտ տգետների մասին, հա, որոնք իրենց տրկամտության պատճառով պատրաստ են պարկել ռուսների սապոգի տակ, հա, այ նրանց են զոհ գնացել։ Եվ մի
խումբ մարդիկ էլ կան, ավելի մեծ խումբ ցավոք սրտի մարդիկ, ովքեր խելքները դրել են դրանց խելքի, ովքեր տրվում են դրանց մանիպուլյացիային, ովքեր առանց իրենց հաշիվ տալու գործիք են դառնում այդ թափթփուկի ձեռքում, այդ շախրամանովներ եւ այդ բնույթի եւս մի տենց կոնտինգենտ կա, որ Հայաստանում այսօր զբաղված է միայն մթնոլորտ ապականելով եւ մխտրելով, ինչպես իրենց հոգին է, ինչպես իրենց ուղեղն։ Սա պրոբլեմը, որով պետք է զբաղվի մեր պետությունը, որովհետեւ երբ արցախցիները 23 թվականին միանգամից եկան Հայաստան, ես հիշում եմ, օրեր շարունակ կառավարությունը օրը մի քանի հատ հաղորդագրություններ տալիս, թե ինչը, որտեղ է, ինչ ձևով, ինչ լրացնել, ում դիմել, հեռախոսահամարով, տեղաբաշխման վայրերով, հասցեով, ամեն ինչով, օրեր շարունակ կար կոմունիկացիա, որովհետև հնարավոր չէր, ասենք, 1 կամ 5 կամ 10 կաբինետից միանգամից եւ միաժամանակյա 100,000 մարդու հետ կապ պաշտպանել։ Եվ այո, աշխատեց այդ կոմունիկացիան։ Հետո եկավ ինչ-որ մի ժամանակաշրջան, այդ կոմունիկացիան կորավ եւ հիմա արդեն բանը բանից անցած նոր փոխվարչապետը, ասենք թե գալիս է հեռուստատեսություն եւ հարցազրույց է տալիս, բացատրելով եւ ասելով, խոստովանելով, որ ահա այս բանը մենք լավ չենք բացատրել, այս բանը ոնց որ թե մարդիկ սխալ են հասկացել, այս բանը թարս են հասկացել եւ այլ, հասկացանք այ մարդ, բա այդ ռազմավարական հաղորդակցություն կոչվող ոլորտը, հա, strategic communication ոլորտը, ինչու չի աշխատում Հայաստանում, ինչու չի ստեղծված, որն է հասցեն այդ հիմնարկի, չկա տենց բան, գոյություն չունի 21-րդ դարում, այս ինֆորմացիոն հեղափոխության, կոմունիկացիոն հեղափոխության ժամանակաշրջան, սա խնդիր է, դրա համար այս ամենը պետք է բարելավել, պետք է մարդկանց հետ գնալ խոսել, ասել ներկայացուցիչներ ընտրեք, ասենք 100 հոգի եկեք մտեք այս դահլիճ, գալիս եմ խոսամ, ինչ կա իրարեսին ասենք, այդ մարդկանց հանեք այդ թափթփուկների ազդեցության տակից եւ մեկուսացրեք այդ թափթփուկներին հասարակությունից ամեն ինչից, չի արվում, թողած սենց ինքնահոսի, պարզան նրանք էլ որտեղ ինչ բաց տեղ տեսնում, քիթը մցնում են մեջը եւ անելու են դա, այո Ռուսաստանն էլ դա կգործիքավորի, բնականաբար, այո կրիմինալ կարթնացնի, այո 5-րդ Շարասյանը մի հատ սենց փողի տրանշ կուղարկի, կասի ակտիվացեք, տերորիստական խմբեր կուղարկի Արբատներից, Էլ ֆիլոսոկրատը կգաստեղ ու կսկսի խափանարար հայտարարություններ տարածել, դրան ինչ են Հայաստան մինչև հիմա թողում, ես չգիտեմ։ Անձամբ դու ես քանի անգամ հրապարակումներով հանդես եկել, թե ոնց են հայերին հավաքագրում, հանցագործ ռուսական բանակում, Ուկրաինայում մարդ սպանելու փողով, չէ՞։ Դու ես գրել Ռոման։ Անուն նկար դնելով ու ցավոք սրտի այո դրանց մեջ նաև կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ես սպասում եմ, որ իշխանությունը նախազգուշացնող հայտարարությամբ հանդես կգա, ասենք ներքին գործերի նախարարության կամ գլխավոր դատախազության խողովակով, հա, նախազգուշացման, որ նման գործունեությամբ զբաղվող Հայաստանի քաղաքացիները կդատվեն այո, նաև այդ վարձկանության համար քրեական պատիժները պետք է խստացվեն։ Նաև հետաքննություն պետք է տարվի ֆիլոսոկրատի կազմակերպությունը
ինչ առնչություն ունի հայերին կենտրոնացված հավաքագրելու գործում Ռուսաստանում։ Պուտինի բանակին միս մատակարարելու գործում։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս ամենը այո, շատ ակտիվ գործունեություն է պահանջում եւ պահանջելու, կրկնում եմ, Հայաստանը գտնվում է Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի մեջ եւ մենք չենք դրա մեղավոր։ Այլ դա Ռուսաստանն է սանձազերծել, որովհետեւ այդպես է հարմար գտել։ Եվ դուք Աստծու գառել դառնաք, դա Ռուսաստանի որոշումը չի փոխելու։ Ռուսաստանը կհանգստանա միայն այն ժամանակ, երբ Հայաստանը որպես պետություն չի լինի։ Եվ այստեղ էլ կլինի այնքան հայ, որ բավարար լինի մի քիչ ռուսական բազայի համար ճաշեփի, մի քիչ էլ ռուս տուրիստների համար խորոված մորոված սարքի ու դուդուկ նվանի։ Վերջ, մնացած այստեղ ավելորդ ուտող բերանը։ Վերջ, այդ ժամանակ նոր ռուսները կասում դե հա դե բարեկամներ ենք եւ այ։ Այս բաները պետք է մենք լավ հասկանանք։ Մենք ինչ ենք ուզում, իրենք ինչ են ուզում, ինչու են ուզում, մենք ինչու ենք ուզում։ Մենք ուզում ենք մի պարզ պատճառով, մեզ պետք է պետություն, հակառակ դեպքում մենք որպես ազգ չենք լինի, մենք դառնալու ենք թափառական։ Բոշա, էլ ոնց բացատրեմ։ Անհայրենիք բոշա։ Սա է մեր դիլեման, մեր առարկան։ Ռոման։ Դա շարունակենք, ահագին կոմենտներ են գրում, պայման Ռուբենն էլ հետո եթե ժամանակ լինի կպատասխանի եւ վստահ եմ կկարդա ձեր կոմենտները, շատ բարի խոսքեր են գրում, շնորհակալ եմ, իսկապես շատ հաճելի է։ Մի հատ հարց էլ տամ, քանի որ արդեն ուշ է, պարոն Մեհրաբյան, դուք ասացիք, որ փաստորեն Անտալիա ֆորումից հետո մենք տենում ենք կրակոցներ Խնածախ գյուղում Սյունիքի մարզում, դուք վստահ եք, որ դրա այդ գործողությունների մեջ ռուսների մատն է խառնված, մարդիկ օրինակ զարմանում են, ինձ էլ են գրում հիմա մեսենջերում, տեսեք Ալիևը մի կողմից ռուսների հետ այդ ինքնաթիռի պատճառով կրվեց, այսինքն կոսկոզրուց եղավ, երկու օր առաջ ասեց, որ Ուկրաինայի տարածքը ինքը ճանաչում է եւ գտնում է, որ ռուսները փաստորեն ակումբանտներ են, դա իրանց տարածքը չի, մոտավորապես տենց ասեց։ Մյուս կողմից մենք տենում ենք, որ Թուրքիան այսպես ասած լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, ոչ հոյակապ, բայց ավելի լավ, քան ասեք 5 տարի առաջ, որն է պատճառը, որ Ադրբեջանը այսօր մի կողմից քննադատում է ռուսներին եւ ինքնաթիռի պատճառով եւ Ուկրաինայի պատճառով եւ նույն ձևից ստացվում է, որ ուրիշ գործերում իրար հետ իրանք լավ իրար հասկանում են։ Это не противоречие, то есть почему так происходит? Ոչ, չի հակասում, не противоречит, չի հակասում, բացատրեմ։ Եթե այդ ինքնաթիռի պատճառով Ալիևը, ինչպես դուք եք ասում, չկռվեր Պուտինի հետ, Ալիևը պրոբլեմ կունենար իր ժողովրդի հետ։ Իսկ Ալիևը չէր ուզում պրոբլեմ ունենար ժողովրդի հետ։ Հետո ինչ Ալիևը կռվեց, ինչ ստացավ, ոչինչ էլ չստացավ։ Հետո կամաց այսպես գնաց եւ հարցերը փակվեցին։ Կռիվը պրծավ, հարցերը մնաց նույնը։ Բայց Ալիևը խուսափեց ժողովրդի հետ պրոբլեմ ունենալուց։ Հիմա Ուկրաինայի հետ կապված։ Այո, Ալիևը այդքան ասում է շատ բարձ պատճառը, որովհետև Ալիևը իր նավթի, գազի, առյուծի բաժինը վաճառում է Եվրոպայի։ Եվ եթե
Եվրոպայի համար սկզբունքային հարցում չանի այդպիսի հայտարարություն, պրոբլեմ կունենա։ Նույնիսկ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի վարչապետ Օրբանը, որը հիմա Եվրամիությունում ռուսական պատվերով արգելափակում է Հայաստանի նոր հատկացումը այդ խաղաղության ուրեմն պլատֆորմի շրջանակներում նոր հատկացումից 25 թվականի, ես էլ Ազատություն ռադիոկայանը փոխանցում է, որ արդեն 6 շաբաթ։ Նա էլ իր հերթին ինչու է քծնում Կրեմլին եւ կռվում ամբողջ Եվրոպայի հետ։ Ինչի՞ համար, որովհետեւ էժան նավթ ու գազ է։ Բացի դրանից էլ կախվածություններ ունի Պուտինը։ Հիմա Ալիևը նման հայտարարություններ անում է Ուկրաինայի հետ կապված, լավամարդա դուրս գալիս, ռուսներին էլ աչքով անում, ասում է լուրջ չընդունես, բայց ամենախորը հարցերում, խորը ռազմավարական նշանակության հարցերում նա ռուսների հետ ոչ միայն պրոբլեմ չունի, այլ գործում է խորը կոորդինացված, կրկնում եմ, որովհետև այնտեղ չեկիստ է, այստեղ չեկիստի լակոտ։ Ռուսաստանի տեսակետից Ալիևի ռեժիմը ինչ է իրենից ներկայացնում, օրինակելի, ավտորիտար ռեժիմ, այլ ոչ թե պրոբլեմ Ռուսաստանի։ Ահա ողջ է եղելություն։ Հետևաբար ամեն ինչ տեղավորվում է տրամաբանության մեջ։ Եվ հետո Ռուսաստանը չի ուզում, որ Ադրբեջանով կենտրոնական Ասիան բացվի դեպի համաշխարհային շուկաներ։ Եվ այո, պայմանավորվում է Ադրբեջանի հետ Կասպից ծովում արգելափակել հոսքերը կենտրոնական Ասիայի։ Գոնե այսպես ասենք, ռազմավարական մասշտաբների հոսքերը այնտեղ, ապրանքների, չգիտեմ, էներգակիրների եւ այլն։ Ինչի՞ համար, որովհետեւ կենտրոնական Ասիան այսպես ռուս-չինական բուտերբրոդի մեջ է տեղակայված եւ սուվերենության մշտական սպառնալիքի տակ են ապրում այդ 5 պետությունները։ Եվ առաջին հերթին Ղազախստանը, որը 7,500 կիլոմետր սահման ունի Ռուսաստանի հետ, եւ նրանք ուզում են օր առաջ փորձանքից հեռու պահեն իրենց։ Արևմուտքն էլ ասում է, այո, Իրանով չի լինի, անցկացնենք Կասպից ծովի միջոցով։ Արևմուտքը դա ասում է, բայց Կասպից ծովում, երբ կա, որտեղ կա Ռուսաստանի այսպես անվերապահ գերակայություն, դա մնում է թույլ օղակ։ Դա մնում է թույլ օղակ, ցավոք սրտի։ Եվ այդտեղ պրոբլեմ է, եւ Ադրբեջանին թվում էր, թե իր օգուտից է, որ այդ միջին միջանցքը շարունակվի դեպի միջերկրական եւ Սև ծովեր։ Ադրբեջանը գործակցում է ոչ թե կենտրոնական Ասիայի երկրների հետ, այլ գործակցում է Ռուսաստանի հետ, այո։ Հայաստանի հետ Ռուսաստանին պետք չի խաղաղություն, որովհետև տարածաշրջանում եթե ֆրագմենտացիան ավարտվի, Ռուսաստանն էլ անելիք չի ունենա մեր տարածաշրջանում։ Եվ ինչ, Ադրբեջանը աշխատում է Ռուսաստանի այսպես հունով, ոչ Միքայել Ոչենկո։ Եվ ինչպես ասում են, գայլերը կուշտ են, ոչխարներն էլ երջանիկ։ Ռուբեն ջան, մի հատ էլ հարց ավելացնեմ, նոր խնդրեցին։ Տեսեք, դուք գիտեք, որ Հայաստանը արդեն համաձայնվել է մայիսի 9-ին, այսպես Նիկոլ Փաշինյանը մասնակցի այդ միջոցառմանը, բայց այսօր հայտարարություն տարածեց Եվրոպան, որ այն մարդիկ, ովքեր մասնակցեն, շատ իրենց համար, то есть будут последствия, вот. Какой у вас совет, то есть все-таки что необходимо сделать, чтобы не разгневать Путина и не разгневать Европу? Չգնալ, մի այսպես հարգելին մոտ պատճառաբանությամբ չգնալ։
Մեկ որովհետև երկրորդն էլ փաստ չի, որ անվտանգ լինել։ Որովհետև այս սումի այս անասնական ռմբակոծման համար այո ուկրաինացիները վրեժ են լուծելու եւ ճիշտ էլ անելու։ Եվ փաստ չի, որ այդտեղ լինելու է անվտանգ։ Սա էլ մի ասպեկտ է։ Հաջորդը այն է, այո, Նիկոլ Փաշինյանը չպետք է նստի կարմիր հրապարակով եւ դիմացով անցնի ադրբեջանական բանակի Սորաբայանը, որպես ինչ։ Կարաք ինձ ասեք։ Չկա տենց բացատրություն դե։ Եվ հաջորդը նստել այնտեղ մի ինչ ասեմ մի հանցագործի կողքը, որը հանցագործ է նաև քո երկրի նկատմամբ։ Չէ, ես հասկանում եմ դիվանագիտություն եւ այլ եւ այլ։ Դրանից օգուտ չի լինելու, հասկանու եք։ Ես այո, ռեալ պոլիտիկ ասվածը ես լավ հասկանում եմ։ Դա դու անում ես մի բան, որը թեկուզ եւ բարոյական տեսակետից ծանր է, բայց օգուտ է բերում, գնա արա, բայց չի լինելու օգուտ։ Սիմոնյան Մարգոն մի ամիս կեղտոտ բերանը չի բացելու։ Եթե դա օգուտ եք համարում ու հանուն դրա համարում եք արժի գնալ նստել են չթաղած մեռելի կողքը, ես չեմ համարում, որ դա այդ գինն արժի է։ Ոնց բացատրեմ։ Կարծում եմ չգնալը ճիշտ է։ Իհարկե պետք չի սուր հռետորաբանությամբ դա ուղեկցել, որպես հարգելիին մոտ պատճառաբանությամբ, այո, կարելի է չգնալ։ Դա գարնան գյուղատնտեսական աշխատանքները կարևոր են, վարչապետի ներկայությունն էլ պարտադիր է, վերջ, օրինակ, եւ այլն։ Շատ լավ։ Մենք այսօր զրուցեցինք Ռուբեն Մեղրաբյանի հետ, շնորհակալ եմ, որ դուք ժամանակ գտաք, որ մեր հետևորդներին պատասխան տաք այն հարցերը, որ իրանք տալիս են։ Ես փորձեցի այսօր որ հայերեն անենք եթերը, քանի որ մեծ մասը հայերեն են լսում, եւ նորից եմ ուզում կրկնել, որ բոլոր մեր եթերներում շատ լսեք, մենք քննադատում ենք կոնկրետ հանցագործների, Ղարաբաղյան պլանի ներկայացուցիչների, այն մարդկանց երթերը զինվոր են սպանել, փող են գողացել եւ այո, քանի որ միլիոններով տարածվում են մեր եթերները եւ նյութերը, հասկանալ է, որ Ղարաբաղյան պլանի ներկայացուցիչները պատերազմ է տանում այն լրագրողների հետ, ովքեր իրենց համար վտանգավոր են։ Շնորհակալ եմ ձեզ Ռուբեն ջան, ու նորից սպասում եք ձեր եթերին։ Պարոն Բաղդասարյան, շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ ձեր հարգարժան լսարանին, ինչքան մի ժամ մեզ դիմանալու համար եւ իրենց կյանքի մի ժամը մեզ նվիրելու համար եւս։ Այո, այո։ Շնորհակալություն։